Բարի գալուս նյուզայում, այս պահին կզրուցեմ քաղաքագետ Ստեփան Դանելյանի հետ, պարոն Դանելյան, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք ամիսներ շարունակ լսում ենք, որ 4 հոդված է մնացել, հետո 3, հետո 2, հիմա պարզվեց վերջին երկուսն էլ մեկը դատական հայցերից հրաժարվել է, հետ քաշել է մյուսը եվրոպական դիտորդներին սահմանից դուրս բերելը, դրան էլ են առաջ գնացել Հայաստանը, Ադրբեջանի այդ պահանջին, եւ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է, ինչու հիմա, ինչ փոխվեց։ Սա ուղղակի գործընթաց պետք է մենք դիտարկենք, այս գործընթացի ժամանակ Հայաստանը պարբերաբար զիջումների է գնացել։ Այդ 17 կետն էլ պատահական չի եղել, զիջում առ զիջում, զիջում առ զիջում գնացել են եւ հիմա վերջի 2 կետն է զիջում։ Եվ հետաքրքիր էր 2 օր առաջ Ադրբեջանի նախագահի ելույթը, որտեղ ինքը ասում էր հետեւյալը, որ Հայաստանի ղեկավարությունը դա 0% վստահություն ունի եւ իրանց հետ պետք է խոսել ըստ էության միայն ուժի դիրքերից, որքան էլ ցավալի չի, Ադրբեջանի նախագահի հետ պետք է համաձայնել, որտեղ Հայաստանի իշխանությունը ունի 0% վստահություն Հայաստանի ժողովրդի մոտ, եւ եթե Հայաստանի ժողովուրդը չի վստահում այս իշխանությանը, ապա մյուսները ինչպես կարող են վստահել։ Իրենք միշտ պարբերաբար խաբել են 18 թվականից սկսված, այսինքն նայեք բոլոր հայտարարությունները, դա խաբեբայություն է։ Հիմա եւ նաեւ Ադրբեջանի ղեկավարը ասում է, որ սա մեր տեքստն է, մեր տեքստը, մենք ստիպել ենք, որ Հայաստանը այդ տեքստը ստորագրի եւ մենք ենք դա պատրաստել։ Եվ հետաքրքիր էր, որ դրանից առաջ մի քանի օր առաջ դուք հետևում եք, չէ, որ ադրբեջանական մամուլում ինֆորմացիա էր տարածվել, որ սահմանում անհանգիստ է, հայերը պատրաստ։ Երեկել Ալիևն ասաց, իրենք պատերազմի են ոնց որ պատրաստվում։ Դե ինքը ասեց այդ զենքերի կոնտեքստով, որ Հայաստանը զենքերը, բայց այնտեղ կոնկրետ էր, որ սահմանին հայերը ինչ որ հրաձգություն ա եղել եւ այլն եւ այլն։ Եվ դրանից հետո այս հայտարարությունը եղավ Հայաստանի գործող վարչապետի եւ արտգործնախարարի, որ իրենք 2 կետ ընդունեցին։ Հիմա դուք հարցնում եք ինչի հիմա, ուրեմն այս մի քանի տարվա ընթացքում միշտ սահմանում ինչ որ խնդիրներ են լինում, սրանք համաձայնում են ինչ որ մի քանի կետերի։ Երբ որ կամ սպառնալիք էր լինում, Ադրբեջանում հայտարարում են, որ ահա տեսեք Հայաստանը կրակել են Հայաստանը, սրանք հերթական համաձայնություն են տալի։ Այսինքն սրանց վախը բռնել է Ադրբեջանի ղեկավարությունը եւ սա սողացող կապիտուլյացիա է, եւ այդ կապիտուլյացիան չի ավարտվելու, եթե ինչ որ նույնիսկ թուղթ ստորագրվի։ Սա շարունակվելու է եւ մենք կարող ենք այդ հնարավոր սցենարները քննարկել ոնց է շարունակվելու։ Տեսեք, իրենք պահանջում են սահմանադրությունը փոխել, բայց այսին սահմանադրությունը թողում ենք երկրորդ փուլ։ Ճիշտ է, որ Հայաստանը սահմանադրությունը փոխի։ Ինչի համար, բնականաբար իրենք հասկանում են, որ այս իշխանությունը չի կարող սահմանադրություն փոխել, չի կարող հանրաքվե անել, որովհետև հանրաքվե միանշանակ տապալվելու են եւ դա նշանակելու է այս իշխանությունը չունի վստահություն։ Արդեն բնականաբար իրենք պետք է կամ հրաժարական տան, կամ այդ հանրաքվեի ալիքի վրա ժողովուրդը դուրս կգա փողոց եւ իրենք հրաժարական կտան։ Բայց հարցը հետեւյալն է, այսինքն Ադրբեջանի իշխանությունը փրկեցին դրանով Հայաստանի գործող իշխանությանը, որտեղ նման պարտներ իրենք այլևս երբեք չեն ունենա, որ գնում է զիջումների, որ մեկուսացել է աշխարհից, չունի դաշնակիցներ իրենց քաղաքականության պատճառով, բայց տեսեք ինչ վտանգ կա։ Ենթադրենք ինչ որ մի թուղթ ստորագրվում է, հա, անունը դնենք խաղաղության պայմանագիր կամ եսիմ ինչ։ Հիմա նայեք, երկրորդ փուլում Հայաստանը պարտավորվում է, որ սահմանադրությունը կփոխի։ Ենթադրենք իշխանությունը փոխվում է։ Ադրբեջանը հերթական պատրվակ ունի, ասելու նայեք Հայաստանի իշխանությունը համաձայնել էր, պարտավորվել էր, որ պետք է սահմանադրություն փոխի, եթե չի փոխում, ես կարող եմ շարունակել ուժ կիրառել կամ սպառնալիքով հանդես գալ, որպեսզի սահմանադրությունը փոխեն եւ այդ ընթացքում նոր պայմաններ դնել Հայաստանի առաջ։ Այսինքն այստեղ շատ լուրջ ծուղակներ կան։ Մյուս ծուղակը թե պայմանագրի տեքստը ինչպիսին է լինելու, որտեղ ինչպես նոյեմբերի 9-ի տեքստը, խնդիրը մենք տեսանք տեքստը չէր, այլ տեքստերի մեկնաբանության հարցներ, նույն ճանապարհի հետ կապված չէ, այնտեղ ոնց են մեկնաբանում։ Նույնը մենք ինչ գիտենք, որ այդ տեքստի մեջ ինչ ծուղակներ են լինելու, եւ այդ տեքստը մեզ Հայաստանի գործող իշխանությունը չի ներկայացնում, ասում է գիտեք ինչ, ես վարչապետներ չէ, ասում որ մենք գիտեք ինչ, պարբերաբար խոսել ենք, պարբերաբար ասել ենք տեքստի բովանդակությունը, դուք բոլորդ
բովանդակությունը։ Իսկ Ադրբեջանը այնպես է անելու, որպեսզի լծակներ թողնի այդ հնարավոր տեքստում, որպեսզի այլ կերպ մեկնաբանի կամ ասայի դուք սա էլ եք պարտավորանել, սա էլ եք պարտավորանել։ Եվ նաև ապագայի հետ կապված պարտավորություններ, հա, մասնավորապես մեկը բանն է։ Եվ հիմա այստեղ շատ կարևոր է տեքստի ձևակերպումը, այսինքն հերթական անգամ Հայաստանից գործող վարչապետը խաբում է Հայաստանի հանրությանը, ասում է դուք բովանդակությունը գիտեք, բայց նման պայմանագրերի ձևակերպումներն են եւ նույնիսկ բառերն են շատ կարևոր, թե իրենք ինչպես կարող են մեկնաբանել։ Հիմա իրենք թող այդ տեքստը միջև ստորագրելը հրապարակեն, մենք իմանանք այդ ինչ տեքստ է եւ այնտեղ ինչ է գրված։ Եվ ինչն է հետաքրքիր, միշտ եթե ինչ-որ դեպք է լինում, մենք ադրբեջանական մամուլից կամ Ադրբեջանի ղեկավարից ենք իմանում։ Մեր այսպես կոչված ղեկավարները մեզ ինֆորմացիա չեն տալի, իրենք մեզ փաստի առաջ են կանգնեցնում եւ միշտ խաբում են։ Հիմա այս պարագայում հնարավոր է սպասել առաջիկայում փաստաթղթի ստորագրման, որովհետև երեք ամեն դեպքում Ադրբեջանից եղավ այդ հայտարարությունը, որ ոչ թե մենք պատրաստ ենք հիմա ստորագրել, եկեք վայրը տեղը քննարկենք, ինչպես Երևանն է առաջարկում, այլ որ մինչև սահմանադրությունը չփոխեք, պայմանագրի ստորագրումը իրատեսական չի։ Բայց որքան ես հիշում եմ, ինձ ուղղեք էլի, եթե ես վատ եմ հիշում, Ադրբեջանի օգնականն քաղաքական գծով, թե Հաջիևը, ասես չէ, որ մենք թողում ենք երկրորդ փուլ սահմանադրության փոփոխությունը։ Չգիտեմ, կարող է ես սխալվում եմ։ Անվազն 3 եղավ հայտարարություն, որ խաղաղության հաստատման համար նախապայմաններ, նախադրյալներ կստեղծվեն, խաղաղության սահմանադրությունը փոխելուց հետո գումարած դրան արդեն Միսկի խմբի հարց կա, գումարած այլ հարցեր եւ այլն, որտեղ Ադրբեջանից նաեւ հնչում է այն մարդկանց հանձնելու վերաբերյալ պահանջ կամ առնվազն ակնարկ է արում, որ կարող է նման հարց գալ, որոնք իբրև թե Ադրբեջանի կողմից մեղադրում են իրենց դեմ ռազմական հանցագործությունների մեջ։ Հիմա տեսեք, այդտեղ հերթական ծուղակներն են եւ հերթական վտանգներն են։ Տեսեք, այնտեղ ցուցմունքներ են, չէ՞ տալի, ինչ որ բաներ են ասում, որտեղ ասում են, գիտեք ինչ, Հայաստանի զինվորները եղել են Արցախում, չէ, այնտեղ նաև Գեղամյանը գեներալ-մայոր չէ, որը Հայաստանի քաղաքացի է եւ այլն։ Այսինքն, եթե Հայաստանը ճանաչում է Արցախի, այդ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա եւ դա հղում է անում Ալմաթայի սկզբունքներին 91 թվականին տպագրված, ապա ինչ գործ ունեն Հայաստանի զինված խմբավորումները ըստ Ադրբեջանի տարածքում։ Չէ, որովհետև իրենք չեն ասում մենք հիմա ճանաչեցինք, ասում են 91 թվականին ճանաչել են։ Այսինքն դա հիմք է տալիս, որ Ադրբեջանը այս դատական ցուցմունքների վրա հայտարարի, որ Հայաստանը տերորիստական երկիր է, տերոր է իրականացրել Ադրբեջանի դեմ, ահա սա էլ ցուցմունքները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կողմից տրված, եւ մենք հետագայում Հայաստանի առաջ պահանջներ ենք դնելու մեզ այդ վնասները փոխհատուցելու համար։ Իսկ քանի որ այդ վնասների փոխհատուցումը մեծ գումար է լինելու, կարող է իրենք փոխհատուցումը տարածքով, ապրանքով վերցնել։ Ընդ որում 3 Հաջիևը նաեւ ասում էր Բաքվում ընթացող ֆորումի ժամանակ, հայտարարեց, որ նաեւ պետք է քննարկել հենց Հայաստանի հասցրած վնասի, դրա չափի եւ դրա փոխհատուցման հարցը։ Բնականաբար, այսինքն այս գործող իշխանությունը ստորագրելով Պրագայի փաստաթուղթը, այս հայտարարությունները անելով, համաձայնելով սահմանադրությունը փոխել եւ այլն, ինքը հիմք է ստեղծում ապագայում նոր ագրեսիայի համար Հայաստանի վրա եւ այդ դատական բաներից հրաժարվելով, որտեղ այնտեղ կան արցախցիներ, որոնք իրենց տունն են կորցրել, իրենց տարածքն են կորցրել, իրենց ունեցվածքն են կորցրել, սպանություններ են եղել, դրանից հրաժարվելով Ադրբեջանի վերջի բանը հանում են իրենց վրայի, հա, վերջի պատասխանատվությունը իրենց գործողությունների եւ սա շարունակություն է ունենալու եւ այս իշխանության քաղաքականությունը դեռևս տասնյակ տարիներ մեզ սարսափելի մեծ վնասներ են պատճառելու։ Դիտորդների դուրսբերման կետը, որը վերջին երկու վիճառույց կետերից էր, ինչի համար է այդքան պետք Ադրբեջանին։ Դիտորդները, Եվրոմիության դիտորդները ինչ են անում սահմաններում եւ ինչ դեր ունեն։ Եվրոպային ինչին են պետք այդ դիտորդները։ Հայաստանի իշխանությունները ասում են, որ այդ դիտորդները մոնիտորինգ են անում, այդ թե Ադրբեջանը կրակի, մենք ապացույց կունենանք, որ Ադրբեջանը ագրեսոր երկիր է։ Հա, իսկ դիտորդների ինչին է պետք, Եվրոպա ինչին է պետք այստեղ դիտորդներ պահել։ Ես ուզում եմ որոշակի զուգահեռ անցկացնել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ։ Տեսեք,
Միացյալ Նահանգների նախագահը փորձում է Ռուսաստանի նախագահի հետ պատերազմը կանգնեցնել եւ գալ որոշակի պայմանավորվածության։ Պայմանավորվածությունը բնականաբար վերաբերել է ոչ միայն Ուկրաինային, այլ գլոբալ աշխարհի ապագա կարգի որոշակի սկզբունքների շուրջ համաձայնվելուն, հա, այսինքն սեղանի շուրջը եւ ասում է, որ նաեւ Չինաստանի ղեկավարի հետ է հանդիպելու։ Այսինքն այստեղ ուրվագծում է ինչ-որ նոր Յալթայի համաձայնագիր։ 45 թվականին կանին հաղթող երկրներ, 4 երկրներ, 3 երկրներ, հետո Չինաստանը որպես մեծ երկիր, Ֆրանսիան սովետական միության պահանջով մտավ որպես հաղթող երկիր, որ Եվրոպան Բրիտանիայի ազդեցության ոլորտը չլինի, լինի նաև Ֆրանսիան, հա, ինչ-որ ձևի հակակշռի եւ բան։ Եվ այդ 5 երկրները անվտանգության խորհուրդ ստեղծեցին եւ իրենք արդեն ունեին այս նոր աշխարհակարգի ոնց որ հեղինակային իրավունքը եւ նաև այլ իրավունքներ եւ պարտավորություններ։ Հիմա, երբ որ Ուկրաինայի շուրջ այս process-ը գնում է, Եվրոպան դուրս է մնացել, այսինքն ինքը սեղանի շուրջը չի, ապագա աշխարհակարգում իրենք երկրորդական երկրների նշանակություն են ունենալու, այն նշանակությունը չեն ունենալու, ինչպես 45 թվականից հետո։ Հիմա Եվրոպական միությունը կամ երկրները Ֆրանսիա, Բրիտանիա, Գերմանիա փորձում են այնպես անել, որ պատերազմը շարունակվի, որ առանց իրենց պայմանագիր չստորագրվի, այստեղ խնդիրը Ուկրաինան չի, որ իրենք սեղանի շուրջը լինեն։ Հիմա այս զուգահեռը ես ուզում եմ բերել Հարավային Կովկաս, հենց եվրոդիտորդների հետ կապված։ Պարզ է, որ Հայաստան-Ադրբեջան ինչ-որ թուղթ ստորագրելուց հետո խնդիրները չեն լուծվելու։ Այստեղ գլոբալ ինչ-որ կոնֆերանս պետք է լինի եւ ըստ տրամաբանության կոնֆերանսը պետք է լինի 3+3 սկզբունքով։ 3 մեծ երկիր եւ 3 երկիր Հարավային Կովկասում։ Հիմա երբ որ Եվրոմիության դիտորդները այստեղ են գտնվում, նույն Ուկրաինայի սցենարով ասում են մենք էլ կանք հողի վրա։ Այսինքն առանց մեծ համաձայնագիր չպետք է լինի։ Իսկ Հարավային Կովկասում անցնելու են կարևորագույն կոմունիկացիաներ, որոնք լինելու են Սուեզի ջրանցքի նման կամ գուցե ավելի շատ նշանակություն ունեցող կամ մի քանի ուղղությամբ, հա, բաներ են լինելու։ Իսկ աշխարհաքաղաքականության առումով այդ ուղիներն են ամենակարևորը, որտեղ աշխարհաքաղաքական դասավորվածություն է ձևավորում։ Իմ կարծիքով Եվրոմիության դիտորդները Եվրոպայի համար այդ նշանակությունը ունեն, որ իրանք ասեն մենք սեղանի շուրջ ենք, ցանկացած համաձայնագիր որ լինի, մենք էլ կանք, մենք էլ ենք մասնակից։ Այո, դա հասկանալի է, բայց հիմա եթե այդ պայմանագիրը ստորագրվի, կետը վերջին երկու կետերից մեկն այն է, որ այդ դիտորդները սահմանից պետք է դուրս գան, իսկ այստեղ ներկայության նպատակը այն սահմանի մոնիտորինգ անելն է։ Այդ դեպքում ինչ է ստացվելու։ Եվրոմիության դիտորդների դուրս գալը որ երկրներն են պահանջում։ Պահանջում է Իրանը, որ ասում է դուք հետախուզական գործողություններ եք իրականացնում Իրանի դեմ, Ադրբեջանն է ասում իմ դեմ եք իրականացնում, եւ Ռուսաստանն է, չէ, հայտարարել, որ Եվրոմիության դիտորդները այդտեղ անելիք չունեն, եւ նաեւ Թուրքիան է կարծեմ հայտարարել։ Հիմա նայեք Ադրբեջանը վարում է մի քաղաքականություն, մի պահանջ է դրել, որը տարածաշրջանի գլխավոր խաղացողների ցանկությունն է, այսինքն ինքը ստանում է դաշնակիցներ Հայաստանի դեմ։ Իսկ Հայաստանը ում վրա է հույսը դրել Եվրոմիության դիտորդներ բերելով, երբ որ ինքը հողի վրա գտնվող այս երկրները, որոնք կան, Ռուսաստան, Իրան, Թուրքիան, իրենց դեմ քայլեր է անում եւ բերում է դրսից ուժեր, որոնք ռեալ ազդեցություն եւ հնարավորություններ չունեն, որոնց ազդեցությունը միայն դիվանագիտական է եւ տնտեսական է։ Այսինքն Ադրբեջանը դրա միջոցով կարողանում է դաշնակցային հարաբերություններ ձևավորել Հայաստանի դեմ։ Ձեր կարծիքով այն ինչ հիմա աշխարհում եւ Ուկրաինայի շուրջ կատարում, այսինքն Միացյալ Նահանգների Ռուսաստանի բանակցություններն ու հնարավոր գործարքը, դա ինչ որ կերպ հիմա ազդում է թեկուզ Ադրբեջանի որոշումների վրա կապված Հայաստանի հետ արագ պայմանավորվածությունների գնալու մասով։ Ես այդ կոնտեքստում էի ասում հարցը, թե ինչու հենց հիմա, այստեղ որևէ կապ տեսնում եք։ Ուղղակիորեն ես կապ չեմ տեսնում, բայց իմ կարծիքով Ադրբեջանը շտապում է, որովհետև հնարավոր է, որ ինքը կորցնի իր դոմինանտ դերը Հարավային Կովկասում։ Ինչի համար, որովհետև եթե Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը գան որոշակի պայմանագրի եւ Իրանի շուրջ այնուամենայնիվ ինչ որ համաձայնագիր լինի, հա, պատերազմ չլինի Իրանի դեմ, որը ես կարծում եմ հնարավոր է, որ ինչ որ պայմանավորվածություն լինի եւ Ռուսաստանը միջնորդի դեր է վերցրել, չէ, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, ապա այս դեպքում բնականաբար Իրանի եւ Ռուսաստանի դիրքերը ուժեղանում են, իսկ Միացյալ Նահանգները դուրս է գալի այս տարածաշրջանից
տարածաշրջանը USAID-ը փակվեցին, ծրագրերը Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում փակվեցին։ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ Սիրիայից իրանց զորքերը հանում են, հայտարարում է, որ շատ բաժաներ դուրս են գալու եւ ինքը կենտրոնանալու է Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի դեմ, որը համարում է իր առաջերտին տնտեսական նաեւ ռազմական մրցակիցը։ Մետաղների գործարքն էլ կարծես ինձ դրա հետ կապ ունի։ Հիմա սա նշանակում է, որ եթե Ռուսաստանի եւ Իրանի դերը մասնավորապես հարավային Կովկասում ուժեղանում է, այստեղ թուլանում է բնականաբար Թուրքիայի ազդեցությունը, նվազում է։ Եվ բնականաբար Ադրբեջանը արդեն չի կարող իրեն թույլ տալ շատ բաներ անել, ինչ որ հիմա անում է։ Եվ այս առումով հնարավոր է նա փորձում է դա օգտագործել, բայց այնուամենայնիվ, ինչի ես ասում եմ, այնքան էլ համաձայն չեմ։ Այս process-ը դեռևս ժամանակ է շահելու, չէ՞, դեռևս ինչ-որ թուղթ պետք է միտեղ հանդիպել։ Առավելևս, եթե Ադրբեջանն ասում է սահմանադրությունը պետք է փոխեք, դա 1 ամսվա, 2 ամսվա բան չի, իսկ Ուկրաինայում իրավիճակը կարող է շատ ավելի արագ փոխվել։ Այդ դեպքում, երբ որ սահմանադրության պահանջ է դրվում, դա ավտոմատ չի դանդաղեցնում ավելի գործընթացը, հնարավոր թղթի ստորագրման, եթե Ադրբեջանը դա պետք է։ Դե հիմա Ադրբեջանը այնուամենայնիվ փորձում է արագացնել, բայց process-ները նաև մյուս կետերում նույնպես արագ են գնում։ Եվ Ադրբեջանը ունի նաև վտանգ, որտեղ Ադրբեջանը ունի պայմանագրեր 22 թվականի փետրվարի 22-ին ստորագրված Ռուսաստանի հետ, հիշում եք այն մեծ համաձայնագիրը։ Եվ նաև ունի Շուշիի հռչակագիրը։ Դրանից առաջ մի տարի առաջ Շուշիի հռչակագիրը, բայց նաև ինքը ունի նույն 22 թվականի հունիսի թե հուլիսի 28-ին թե 29-ին կարծեմ Կասպյան երկրների համաձայնագրերը։ Այնտեղ երկուսում կան շատ հետաքրքիր կետեր, որ պարտավորվում են թույլ չտալ որևէ երրորդ երկիր ռազմական ներկայություն ունենա այդ երկրներից որևէ մեկում, որը կարող է սպառնալիք լինել մյուս երկրների համար։ Սա հիշեցնում է Իրանի հետ կնքված պայմանագրերը Սովետական միության 26 թվականին 1926 եւ Բրիտանիայի հետ, որը հանգեցրեց նրան, որ նույն պատճառաբանությամբ սովետական եւ բրիտանական զորքերը օկուպացրեցին Իրանը, որտեղ Իրանը պարտավորվել էր թույլ չտալ երրորդ երկիր, որ հետո Գերմանիան։ Հիմա եթե այս համաձայնությունը լինի եւ Թուրքիայի Ռուսաստանի միջև լարում լինի, ապա թուրքերի ներկայությունը Ադրբեջանում կարող խնդիրներ առաջացնի Իրանի եւ Ռուսաստանի համար եւ իրենք պայմանագրային հիմք ունենան ինչ-որ գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է։ Եվ երկրորդը, եթե հյուսիս-հարավ ճանապարհը բացվի Իրանի եւ Ռուսաստանի միջև, դա նշանակում է, որ սա Իրանի եւ Ռուսաստանի համար ազգային նշանակության ունեցող ճանապարհ է։ Եվ եթե այնտեղ որևէ խնդիր լինեն, իրենք կարան զորքերը մտցնեն այնտեղ, հա։ Այսինքն Ադրբեջանը շատ լավ հասկանում է այս ամեն ինչը եւ իրենց համար կյանքի հարց է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը ռազմաքաղաքական նշանակություն ունի։ Թուրքական զորքեր կարող են մտնել, դուրս գալ եւ այլն։ Այսինքն դա այնքան կենսական հարց է, որ լինի Հայաստանի զիջումների տեսքով թե լինի ռազմական ճանապարհով Ադրբեջանը պետք է ամեն կերպ ստանա։ Ադրբեջանը պետք է ամեն կերպ ստանա, որովհետև սա Ադրբեջանի ապագա գոյության խնդիրն է, հնարավոր սցենարների դեպքում, բայց հաշվի առնելով, որ ստեղ կա Իրանի եւ այնուամենայնիվ Ռուսաստանի դիրքորոշումը, եւ այնուամենայնիվ չթե շատերը, որ ասում են Կարծի պայմանագիր, դա բատեր Հայաստանի կիսեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, այնուամենայնիվ Կարծի պայմանագիրը կա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ դրա շնորհիվ, որ հիմա Թուրքիան Երևան չի մտնում, ինչպես Սիրիայում ինքը մտնում Հալեբ եւ այլն։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այո Ադրբեջանի համար դա կենսական է, բայց կան երկրներ, որոնց համար դա վտանգ է եւ դրա շնորհիվ ոչ միայն Ադրբեջանը, այլ Թուրքիան չի մտնում Հայաստան։ Այս դեպքում այստեղ հարց է առաջանում, կախված նաև հնարավոր զարգացումներից Ուկրաինայի շուրջ։ Այս միջանցքի հարցը, ինչպես Ադրբեջանը ու Թուրքիան են ուզում, ինչպես կարող է լուծվել։ Մի սցենարը ռազմական է, եթե Ադրբեջանը գնում է նման քայլի, իսկ դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանին, այսպես ասած, երաշխիքներ, որոնք կարող են դա անել եւ խնդիրներ չեն ունենա այս դեպքում Ռուսաստանի, Իրանի կամ այլ խաղացողների հետ։ Ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը ձեր կարծիքով։ Այս իրավիճակը հետևյալն է։ Իրանից մենք տեսանք, չէ, միշտ հայտարարություններ էր հնչում, թույլ չեն տալու, զորքերի տեղաշարժեր լինում եւ այլն։ Ուրեմն ես կարծում եմ, այսինքն ինչ է ուզում Իրանը, ինչ է ուզում Ռուսաստանը, ինչ է ուզում Թուրքիան։ Թուրքիան, Ադրբեջանը պարզ է ինչ են ուզում։ Թուրքական աշխարհ են սարքում, նրանց ետևում կանգնած է Բրիտանիան եւ այլն եւ այլն։ Իմիջիայլոց Իսրայելի դիրքորոշումը կարող է փոխվել, դա մի քիչ առանձին խոսակցություն է, ինչի համար։
Ինչ է ուզում Ռուսաստանը։ Ռուսաստանը ուզում է ինքը վերահսկի ճանապարհը Սյունիքի, երբ ուզի բացի, երբ ուզի փակի, իր դերն էլ ուժեղանա։ Իրանն էլ բնականաբար ուզում է ինքը վերահսկի, այդ ճանապարհը ընդհանրապես չլինի, բայց եթե այնուամենայնիվ հնարավոր չի մի բան անել, Ռուսաստանը վերահսկի, հաշվի առնելով, որ թուրքական աշխարհը երկուսի համար էլ վտանգ է։ Հայաստանը ինքը միայնակ չի կարող այդ ճանապարհը վերահսկել, եթե ագրեսիա լինի։ Մենք դա տեսանք 20 թվականի պատերազմում, տեսանք 23 թվականին։ Հիմա խնդիրը որն է, այսինքն ճիշտ բալանսներ կառուցել Հայաստանի համար, ճիշտ արտաքին քաղաքականություն վարել եւ ճիշտ հասկանալ վտանգները եւ հնարավորությունները։ Քո հնարավորությունը որքան է, դու ինչ խնդիր կարաս լուծես, ինչ խնդիր դու պետքա փորձես դաշնակիցներ ձեռք բերել ընդհանուր շահերի վրա։ Այսինքն այս քաղաքականությունը մենք չենք տեսնում, մենք տեսնում ենք ճիշտ հակառակ քաղաքականություն եւ այս գործող իշխանությունը իր բոլոր քայլերը սա պրոթուրքական քայլեր են, այսինքն իրենք մտել են թուրքական հովանոցի տակ, բայց այնուամենայնիվ կա ռուսական բազա, կա Իրանի քաղաքականությունը, որ վտանգ է տեսնում, եւ այդ Ռուսաստան եւ Իրան, առաջերտին այսօր Իրան, միջև Ուկրաինայի խնդիրը չի լուծվել, իրան կարողանում են զսպել Հայաստանի պրոթուրքական իշխանության քայլերը։ Իսկ եթե նայենք բուն հենց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մակարդակում, եթե Միացյալ Նահանգները ավելի հետ է քաշվում, այ ինչ կոնսենսուսի կարող են գալ կամ չեն կարող գալ հաշվի առնելով աշխարհում տիրող փոփոխությունները։ Թե այս խնդիրը արկախված դեռ կմնա։ Այս խնդիրը կապված կլինի, թե աշխարհում ինչ նոր կարգ կլինի, Ռուսաստան, Այսինքն սպասողական վիճակում են բոլորը եւ Չինաստան ինչ ձևի կպայմանավորվեն։ Կախված է ՆԱՏՕ-ի ճակատագրից։ Միացյալ Նահանգները ասում է, այս ձերակերներ չեն պահում, նույն Եվրոպան իր հիմնական դաշնակիցների 70%-ը ես եմ ֆինանսավորում, դուք ձեր անվտանգությունը ապահովեք, ինչ եք իմ հաշվին, ուզում ապահովել եւ դա ընդհանրապես ինձ պետք է չէ ՆԱՏՕ-ն։ Եթե ՆԱՏՕ-ն ինչ որ ձևի կազմալուծվի, ապա այստեղ Թուրքիան խնդիր է ունենում։ Թուրքիան արդեն ում վրա է հույսը դնելու, որովհետև Թուրքիան իհարկե ուժեղ երկիր է, բայց ինքը ուժեղ երկիր է Իրանի համար, ուժեղ երկիր է Սիրիայի համար, ուժեղ երկիր է, ասենք, Հունաստանի նման երկրի համար, բայց միջուկային երկրի մոտ ինքը ուժեղ երկիր չի, որովհետև նույն Ռուսաստանը ռազմական առումով եթե նույնիսկ պարիցետ լինի զորքերի քանակով, բայց դեռ կա միջուկային զենք։ Եվ միջուկային զենքը միշտ կօգտագործվի, եթե պետականությանը վտանգ սպառնա։ Թուրքիան Ռուսաստանի համար, այսինքն Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս գալով ինքը խնդիրներ է ունենալու։ Եվ նաև հայ-թուրքական հարաբերությունների մասով, եթե հիմա Ադրբեջանի հետ համաձայնությունների մասով ինչ-որ արագացված պրոցես լինի, հայ-թուրքականի մասով ինչի պետք է սպասել, որովհետև Փաշինյանը հարցազրույց տվեց թուրքական լրատվամիջոցների եւ այնտեղ ցեղասպանության մասին եւ այլ մասին որոշակի նորից դիրքորոշումներ հնչեցին։ Բայց Թուրքիայի կողմից էլ հայտարարություն եղավ, որ մենք այս պահին բավարար չենք համարում այդ քայլերը, որովհետեւ Հայաստանի հետ դիվանագիտական Ադրբեջանի հետ պայմանավորված։ Այսինքն սպասում ենք, թե Ադրբեջանը մեզ թույլ կտա դիվանագիտական հարաբերություններ ունենալ, թե թույլ չի տա։ Այսինքն այս Հարավային Կովկասում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը դրել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսինքն Ադրբեջանը պետք է շարունակի պայմաններ թելադրել։ Պայմաններ անվերջ են շարունակվելու, մինչև Սյունիքի հարցը լուծվի, շատերը լուրջ չեն ընդունում Սևանի ափի մի մասը իրենք գրավեն։ Դա շատ ռեալ ակտուալ դրված է իրենց նպատակների մեջ։ Սևանի հարցը դա շատ կարևոր հարց է, դա ջրային կարևոր ավազան է եւ ջրի հարցը գնալով ավելի լուրջ է դառնում ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն պարոն Դանելյան հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Ստեփան Դանելյանն էր, հետևեք մեր հարցազրույցներին, կհանդիպենք։